Մայիսի վերջին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը եւ լիբանանահայ գաղութի ներկայացուցիչ Հրայր Տանձիկյանը այցելեցին Բեյրութից ոչ հեռու գտնվող Անթուրայի վանք։ Հայ հյուրերին դիմավորեցին վանահայր Աբդուեիդը եւ պատմաբան հետազոտող Շարլ Հայեքը։ Այստեղ 1915-ից 1919 թվականներին հայոց ցեղասպանության տարիներին հայկական որբանոց է գործել, իսկ 1993-ին շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են հայ որբերի աճյուններ եւ մասունքներ։ Հայ համայնքի, հայ եկեղեցու ներկայացուցիչների հետ համատեղ որոշմամբ մասունքները հուղարկավորվել են Անթուրայի գերեզմանատանը հանգչող կաթոլիկ հայրերի եւ ուսուցիչների շիրիմների կողքին։ Հետազոտողի կարծիքով Անթուրայի հայ որբերի պատմությունը հայոց ցեղասպանության պատմության մաս է։ Անթուրայում կան հավելյալ վկայություններ, որոնք ընդլայնում են հայոց ցեղասպանության վավերագրությունը։ Սովորաբար մենք ուշադրություն ենք դարձնում ֆիզիկական տառապանքի եւ սպանությունների ուսումնասիրությանը։ Անթուրան մշակութային ցեղասպանության վկայություն է, որովհետեւ որբանոցի նպատակն էր ջնջել որբերի հայկական ինքնությունը եւ երբեմն վայրենի մեթոդներով ներարկել թրքական ինքնություն։ Սա ուշ շրջանի օսմանյան թրքացման քաղաքականությունն էր։ Ձեռնարկը տապալվեց, հայերը չկորցրեցին իրենց ինքնությունը։ Հայոց ցեղասպանությունը ծրագրած թուրքական կառավարությունը որոշում է կոտորածներից փրկվածներին թրքացնել, դրա համար բացվում են հատուկ հաստատություններ։ Թուրքերն աքսորում են Մերձավոր Արևելքում խնամատար գործունեություն իրականացնող եվրոպացի եւ ամերիկացի միսիոներներին, նրանց կալվածքներից Անթուրան որբանոցի է վերածվում։ Այն գործում է Ջեմալ Փաշայի հատուկ ծրագրով։ Տնօրենի պաշտոնում նշանակվում է հայտնի գրող ֆեմինիստուհի պանթուրքիստ Հալիդե Էդիպը։ Հալիդե Էդիպ Էդիվարը առաջին ֆեմինիստուհիներից էր, մոդեռն կրթության ջատագովներից, այնուհանդերձ Անթուրայում նա շատ կոպիտ մեթոդներ է կիրառել հայ երեխաների հանդեպ։ Իր հուշերում նա ժխտում է դա, բայց անհաշիվ փաստեր ունենք։ Նպատակն էր Անթուրան դարձնել հայ որբերին թրքացնելու թուրքական նոր գաղափարներ կրող քաղաքացի կերտելու մի հաջողակ նախագիծ, որը ոգեշնչված էր եվրոպական նացիոնալիզմով։ Վանահայր Աբդուն եւ Շարլ Հայեքը հյուրերին ցույց տվեցին կաթոլիկ եկեղեցին, որը թուրքերը հայ երեխաների համար հիվանդանոց էին դարձրել։ Այստեղ նրանց հավատափոխ են արել, փոխել անունները իսպառ խզելու համար երեխաների հիշողությունը։ Բացի այդ, թուրքերեն լեզու, քերականություն, գրականություն են սովորեցրել, ստիպել շաբաթը մեկ անգամ թուրքական պիեսներ բեմադրել։ Անթուրայի հայ որբերին քաղցած են պահել, սովի ու այլ պատիժների մատնել։ Մի քանի 100 երեխա է մահացել այստեղ։ Նրանց մասին ոչ մի տեղեկություն չի պահպանվել։ Ընդհանուր առմամբ 1200 հայ երեխա է եղել Անթուրայում։ Եթե նրանց բռնացնում էին հայերեն խոսելիս, խստորեն պատժում էին։ Հուշերից մենք գիտենք, թե ինչպես երեխաները կարողացան պահպանել իրենց լեզուն։ Նախ թաքուն միմյանց համար երգում էին տատիկների երգած օրորոցայինները։ Մենք տեսնում ենք, որ երեխաները կարող են մերժել տեղի ունեցողը եւ պայքարել իրենց թեկուզ եւ փոքր ուժերի չափով։ Նրանք անընդհատ աղոթքներ են կրկնել։ Բազմիցս բռնվել են հայերեն օրորոցային երգելիս եւ պատժվել են։ Ասում են ավելի մեծերը հայերեն գիրք են ունեցել, որ թաքցրել են տնօրինությունից։ Հենց այստեղ եկեղեցում էլ Արմաշ Սրբազանը վանահորը հանձնեց ամենայն հայոց կաթողիկոսի երախտիքի նշանը, մեդալ եւ հայոց մայր տաճարի մասին պատմող պատկերագիրք։ Արմաշ Սրբազանը նշեց, թե որքան կարևոր է հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու համար, որ այստեղ Անթուրայում պահվում է հայ երեխաների հիշատակը։ Պատճառներից մեկը, թե հայերը ինչու չկորցրեցին իրենց ինքնությունը, այն է, որ երբ 1919-ին վերադարձան միաբանները, նրանք օգնեցին վերադարձնել հայ որբերի անունները, արժանապատվությունը, քրիստոնյա լինելու գիտակցությունը։ Այն ժամանակներում սա մեր ամենակարևոր գործերից մեկն էր, որ արվեց այս փոքրիկ երեխաների համար։ Հայերի պատմությունները երբեք չեն մոռացվել Անթուրայում, պահպանվել են, թեպետ չափազանց ծանր հուշեր են։ Երբ հրապարակվեց Գառնիկ Բանյանի «Մնասբարով Անթուրա» կոչվող հուշագրությունը, մենք տեսանք թե տառապանք, թե հույս։ Գառնիկ Բանյանը դառնացած չէր։ Նա նկարագրում է այդ 4 տարիներին իր ապրածը եւ շատ ազդեցիկ ձևով ցույց տալիս, թե ինչպես կարող է մշակույթը երբեմն փրկել մարդկանց, որ կորցրել են իրենց հողը, տունը, գործը, ամեն ինչ, բայց չեն կորցրել մշակույթը եւ ուր էլ գնան, կարող են նորից սկսել։ 2010 թվականին հայ որբերի ընդհանուր գերեզմանի կողքին հայկական խաչքար եւ կոթող է տեղադրվել։ Այցելության ընթացքում խնկարկվեց նահատակված երեխաների հիշատակը։ Արմաշ եպիսկոպոսը հոգեհանգստյան կարգ կատարեց, համատեղ աղոթք հնչեց նահատակների հոգիների խաղաղության համար։
the memory. They could have kept it. Նրանք չլռեցին, չմերժեցին, այլ հայտարարեցին, որ սա իրենց պատմության մի մասն է, թեպետ ցավալի մասը, սակայն պատմությունը չի վախենում ցավալի գլուխներից։ Դրա շնորհիվ ենք կարողանում առաջ գնալ։ Այստեղ տիկին Գոհար Խաչատուրյանի շնորհիվ 2010-ին Գերեզմանատանը հայկական խաչքար կանգնեցվեց։ Այդ վայրը այժմ Անթուրայի հիշողության վայրերից մեկն է եւ վկայություն, որ հնարավոր չէ ոչնչացնել ժողովրդին, որի մշակույթը ողջ է։ Հայերն են միշտ սովորեցրել մեզ այս ճշմարտությունը իրենց պատմության միջոցով։ Շարունակականության հիմնական բաղադրիչը նրանց մշակույթն է, որտեղ էլ լինեն, կրկին Հայաստան են կերտում։ Հերմինե Հակոբյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։